7-րդ այցից նոր կարողացել եք վերջնականապես տեղափոխվել Հայաստան։ Շատ մեծ խնդիր կար, որ ես գալիս էի Հայաստան, ես ինձ տուրիստ էի զգում։ Երբ որ 25 տարեկան տղա է լինում կամ 20-նանց, պարտադրում են, որ դու պետք է աշխատես, ամուսնանաս, դու գալիս ես ու փոխանակ աշխատես, սկսում ես ուղղակի պտտվել։ Այս դեպքում մարդիկ որակավորում կտան, անպետք տղա է, էլի։ Եկա էշ է, սա գնա գործարա, չգիտեմ աշխատի, իրականում կարելի ասել, որ մենք բառադե ենք եղել։ Ես գիտեմ, որ դուք տոմսերը նույնիսկ փոխել եք, որպեսզի շուտ վերադառնաք Հայաստան։ Ամերիկայում ամսական կտրվածքով մոտավորապես օրինակ $20,000 գումար կարելի աշխատել մեր ոլորտում, օրինակ կրթական եւ այլ ու ընդհանրապես որևէ խնդիր չունեն։ Այս ճանապարհի ընթացքում եղել է բախումներ։ Տարբեր թևերի կողմից, կլինի քաղաքական։ Էս է իրականությունը։ Բայց մարդիկ պետք է իմանան, դա շատ կարեւոր է։ Բայց ոնց դա ասես, որ մարդիկ ընդունեն եւ դա վնաս չտա։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է մտքարան կրթական նախագծի հեղինակ Արամո Հունանյանը։ Ողջույն Արամո։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Նորմալ։ Ինչպես եք օրը սկսել, ինչ եք անում մինչև այստեղ գալը։ Ինչ ես անում, զարթնա առավոտ շուտ կոֆե, մարզանքներ արեցինք, մենք հիմա առողջ ապրելակ երբ ենք քարոզում, ով գրանցված է մեր էջին գիտի։ Հետո գնացինք հանդիպումների, մենք ապրում ենք Արարատի մարզում, գյուղում, մեր համար դա սկզբունքային է։ Ես էլ իմ եղբայրն էլ շատ ենք պատմում այդ թեմայի մասին, քանի որ մեր Հայաստանում գյուղերը կամաց լքվում են եւ շատ կարեւոր է ապրել գյուղում, մենք փորձում ենք որպես sense օրինակ ծառայել նաեւ այն մարդկանց համար, ովքեր մեր հարևաններն են եւ ժամանակատեղում միջև Երևան գանք, sense մոտ 1 ժամ, հետո 2-3 հատ գործնական հանդիպում ունեցանք ու հետո եկանք այստեղ։ Հիանալի։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել եք։ Գրեթե չէ, բոլոր։ Բոլոր։ Եվ ապրել եմ։ Եվ ապրել եք։ Այո։ Խնդրում մի քիչ մանրամասնեք դրա մասին, որովհետև եթե չեմ սխալվում, երբ որ Հայաստանում չեք ապրել, 7-րդ այցից նոր կարողացել եք վերջնականապես տեղափոխվել Հայաստան։ Եվ ի սկզբանե դուք ինչ-որ միտեղ չեք մնացել, այլ շրջել եք ամբողջ Հայաստանում, նոր որոշել եք որտեղ պետք է ապրեք։ Այդ շրջայցի մասին պատմեք, ինչն էր հետաքրքիր, լավ ու վատ կողմերը եւ վերջնականապես ինչու որոշվեց, որ պետք է ապրեք այժմյան ձեր բնակավայրում։ Տեսեք, շատ մեծ խնդիր կար, որ ես գալիս էի Հայաստան, ես ինձ տուրիստ էի զգում։ Ես ինձ պետքա տուրիստ գամ իմ հայրենիքում, երբ որ իմ պապերը sense մեծ ներդրում են ունեցել, իմ կոլխոզի նախագահ եղել պապս տնտեսության եւ էկոնոմիկայի, գյուղատնտեսության ոլորտում Արարատի մարզի բավականին լայնածավալ աշխատանք է կատարել տարիների ընթացքում սովետական փուլում եւ Հայաստանի ամենաճանաչված սնխչին է եղել։ Ահա։ Իր մոտ գալիս էին աշխարհի տարբեր կետերից մարդիկ, ֆուտբոլիստները, օրինակ Իշտոյանը, եթե դուք լսել եք, երբ որ իր ոտքը ջարդել էր, եկել էր իմ պապի մոտ, քանի որ ինքը ավելի էֆեկտիվ, ավելի արագ էր բուժում մարդկանց, քան օրինակ հիվանդանոցներում, ասենց սիրուն շենքերում։ Եվ հասկանում եմ, որ չեմ ուզում գնամ Գառնի Գեղարդ, ու ասենց էլի վերադառնամ Ռուսաստան, ուզում եմ զգամ ինձ մի մասնիկ էս ամեն ինչի, ինձ համար դա շատ ողբերգական էր անգամ, երբ որ ինձ էլ էին վերաբերվում, քանի որ ես հայերեն լավ չէի խոսում։ Եվ դա շատ վատ էր, ես հասկացա, որ ես պետքա ճանապարհորդեմ Հայաստանով, պետքա ուսումնասիրեմ բոլոր մարզերը, բարբառները, որովհետև պատրաստվում էի ապագայում զբաղվել ինչ-որ գործունեությամբ, հələ չգիտեի որ, ամենայն հավանականությամբ քաղաքական գործունեությամբ, քանի որ իրավաբանական հետո ընդունվեց հետո միջազգային հարաբերություն, հասկացա, որ պետքա առաջի հերթին մտածեմ ոնց օգտակար լինեմ ու ամենակարևորը ոնց վնաս չտամ։ Դրա համար պետքա հասկանանք մարդկանց, չգիտեմ, տարբեր գյուղերի, տարածաշրջանների սպეციფიკան։ Օրինակ, նայած որ մեր Հայաստանը շատ փոքր է, բայց մարդիկ տարբեր են։ Օրինակ Արտաշատը կես ժամվա ճանապարհ է 40 րոպե, բայց ընդհանրապես ուրիշ մարդիկ են ապրում։ Այ բարբառների հետ ոնց էիր ասոցացվում, ասոցացել ինչպես էր։ Ես վերցնում էի տետր ու նույն բառը sense գրում էի մի 7 հատ տարբեր ձև թե հնչում էին, թե գրվում էին տարբեր ձև, ռուսերեն տառերով էի գրում։ Ահա։ Հետո տենց ուսումնասիրում էի, միակ բարբառը, որ ես միջև այսօր չեմ կարողանում հասկանալ, միջև էր թե համշենահայերի բարբառն է։ Շատ դժվար է ինքը, բայց ինքը մի 80% տարբերություն, մնացածը բոլորը հասկանում եմ։
Տեսեք, հա, գնում էի տենց, քանի որ վաղտը գումար չկար, ավտոստոպով ճանապարհորդում էի, միջև այդ ռյուկզակը վերցնում էի, 2 հատ բուտերբրոդ, 2 շիշ ջուր, ռյուկզակով sense մի հատ ուղղություն էի ընտրում ուղիղ, հա, ու գնում էի sense ուղիղ։ Շատ դեպքերում հետո չէի կամ ժամանակս ճիշտ կազմակերպեի եւ դուրս էի մնում, որովհետեւ հետ չէի կարող արդեն վերադառնալ։ Պարզան դե շատ դեպքերում եղավ որ շներ են իմ հետևից վազել, շատ դեպքերում մարդիկ մտածում էին, քանի որ տարիքով այդքան մեծ չէի, սկզբի մասը մարդիկ դե, չգիտեմ, երեխա է, բան այնտեղ չէին դնում, բայց դեռ մեծացա բացական կողմեր ի հայտ եկան, որտեղ մարդիկ մտածում են, ով ուղարկի իրան, համարթիկ դե փակեն, էս հաստատ sense ինչ որ շպիոնա բանա։ Բայց ուրախությունին շատ լավ մարդկանց տեսա, մարդիկ կանչում էին իրանց տուն, հաց էին տալիս, մի անգամ գիշերել եմ անգամ Աբարանի կողմերը մի հատ մարդկանց տանը։ Եվ տենց repeatable Armenia։ Ու այսօր կարող եմ ասել, որ ես ինձ զգում եմ Հայաստանի տենց մաս։ Արամո, տես, օրինակ դու Հայաստանում չես ապրել, բայց վստահ եմ, այս խնդրին բախված կարող ես լինել։ Մեր մենթալիտետում էսպես է։ Երբ որ 25 տարեկան տղա է լինում կամ 20-ից, արդեն պարտադրում են, որ դու պետք է աշխատես, ինչ որ էսպես, այնպես, բայց ամուսնանալը դե միանշանակ։ Բայց ստացվում է այնպես, որ դու գալիս ես ու փոխանակ աշխատես, հա, մեր ժողովրդի լեզվով ասած, դու սկսում ես ուղղակի պտտվել, դու այո, թափառել այդտեղ գումար դու չես աշխատում, այս դեպքում մարդիկ որակավորում կտան, անպետք տղա է, էլի ինչ որ չի կար, ծնողներից բախվել ես, այ հենց այդ խնդրի մասին եմ ուզում խոսես։ Կարելի է բառեր օգտագործել, որոնք այդքան էլ եթերային չեն, բայց ինձ թվում է տեղին են։ Եկա էշ է, սա գնա գործարա, չգիտեմ աշխատի։ Տեսեք, իմ մոտ այնց իրավիճակ էր, որ ես քանի որ կրթություն եմ ստացել իրավաբանական ոլորտում եւ աշխատել եմ, բավական լավ կարիերա եմ ունեցել Մոսկվայում։ 30-ով չէին տալիս, մենք քեզ այդքան ուսման տվեցինք։ Դա էլ հրադիր։ Պետք է ասպիրանտուրա ընդունվեի, գիտությունների տեխնացու դառնայի, աթենախոսությունս պաշտպանեի, բայց ես հասկանում եմ, որ դա չի նպաստելու արագ լուծումների կոնցեպտի մեջ, որ ես ինձ համար մտածել էի, ինձ թվում էր, որ Հայաստանում գտնվելով ոնց որ ժամանակը իմ համար ուրիշ ձև էր, ավելի էֆեկտիվ էր, չնայած որ ես ոչ գումար էի վաստակում, ոչ, չգիտեմ, շոշափել ինչ որ արդյունքներ ունեի, բայց Ռուսեն sense բարկա чувство неведомого։ То есть մենք էլ հիմա իմ ընկերների հետ որ հանդիպում ենք, որոնց հետ դժվար ճանապարհ ենք անցել, Մենք իրականում կարելի ասել, որ մենք բառադե ենք եղել, որովհետև մենք չունեինք կոնկրետ տեղ, որտեղ մենք ուզում էինք գնանք, բայց մենք միասին ինչ որ տեղ գնում ենք, մենք ուղղությունը գիտենք, բայց չգիտենք մեզ ինչ է սպասվում։ Այսօր հեշտ է խոսել, արդեն կա որոշակի արդյունքներ, շատ լավ արդյունքներ ես կասեի, ես անգամ երազել չէի կարող իրականում հարցի ծրագրերի մասին չի մեդիայի, ընդհանրապես մենք 18 հատ ուղղություն ունենք, որով աշխատում ենք, իմ եղբոր հետ եւ արդյունքները անգամ մենք իսկապես չէինք կարող երազել այդ արդյունքների մասին, եւ ուզում եմ որ բոլոր մարդիկ հավատան իրենց ներքին այդ զգացումներին եւ գնան իրանց երազանքի հետևից ինքնախապեյությունով չտարապեն։ Ես որ վերադառնում եմ Մոսկվա, ես հասկանում եմ, հայ ես ունեմ այդտեղ կարող եմ աշխատել, օրինակ նույնն էլ օրինակ ԱՄՆ-ը, որ հիմա մեկն էլ էինք, մենք ընդ էլի ամեն ինչ ունեինք փաստացի, ընդ մարդիկ մեզ դիմավորել են տուն, տեղ, մեքենա, ամսական օրինակ կարանք վաստակել շատ գումար, հա։ Բայց ես գիտեմ, որ դուք տոմսերը նույնիսկ փոխել եք, որպեսզի շուտ վերադառնան Հայաստան։ Օրինակ Հայաստանում կարող եմ անգամ ասեմ, օրինակ Ամերիկայում ամսական կտրվածքով մոտավորապես օրինակ $20,000 գումար կարելի է աշխատել մեր ոլորտում, օրինակ կրթական եւ այլ ու ընդհանրապես որևէ խնդիր չունենալ, նալոգները հանած։ Խնդիր չունենալ, ու ես մտածում եմ հանգիստ կարելի է բոլոր վերնշած խնդիրները, հա, այդ ընտանիք, բան եւ այլ, բայց ըստեղ մենք պարզ է այդքան գումար չենք վաստակում, չենք էլ ուզում։ Ինչի համար այդքան գումար աշխատենք։ Գումարները պետք է ունենան այնքան, ինչքան քեզ պետք է, դրանից ավել է խնդիր է արդեն։ Եվ մենք հասկանում ենք, որ ոչ գումարն է այդ շարժիչ ուժը մեր համար, ոչ, չգիտեմ, ինչ որ կենցաղային պայմանները, ոչ ինֆրաստրուկտուրան, այլ այդ հայրենիքի հետ կապը, եւ ասեմ, որ այդ առաջի անգամ այստեղ մնալուց հետո զգացի, երբ որ սամոլյոտը իր ակիրը փոկեց Հայաստանից, ես արդեն ուզում էի հետ գայի։ Շատ ուրեմն շատ էի ուզում։ Մենք հասկացանք, որ մենք շատ ենք արդեն կապված հայրենիքի հետ, եւ դա շատ լավ է։ Ես կարծում հույս ունեմ, որ ապագայում ես ընտանիք երեխա ունենամ, իրենք էլ այդ ամեն ինչը կզգան, եւ մենք հասկացանք, որ մեկ շաբաթից ավել Հայաստանից դուրս մենք չենք ուզում ապրել։ Երբ կոմենտների բաժինը ուսումնասիրում էի քո էջի, ես չեմ կարդում։ Ես կարդում եմ, շատ հանդիպում եմ այն կոմենտին, որ քեզ ասում են իսկական հայ կերպար է, հայ տղա է, հա։ Հիմա հետաքրքիր է, ըստ քեզ, ով է իսկական հայը, կերպարը, հայ։ Այն հարցն է, որ առաջ մենք մտածում էինք, ես անձամբ 15 տարի ակտիվ մտածում եմ, ավելի sense խտացրել ենք այդ հարցը սարքենք ով է հայը։ Պատասխան չկա այդ հարցին, քանի որ ամեն մեկը մտածում է իր ձև, օրինակ ես այդ հարցը տվել եմ բոլոր, չգիտեմ, 15-20 անգամ տարվա ընթացքում բոլոր հայերինում այդ հանդիպել եմ, օրինակ, չգիտեմ, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է, որ հայ է այն, ով իրան հայ է զգում։
Ես դից չեմ մտածում։ Մարդ կա, որ ասում է հայ այնը, ով օրինակ քրիստոնյա է, մարդ կա, որ մտածում է հայն է, ով ապրում է Հայաստանում, հայ այնը, որ հայերեն է խոսում։ Դες այդ մտքերի արդյունքում է ձևավորվում ամեն մեկի համար, это пища для размышления, թե ով է հայը եւ ինչ կերպար ունի, օրինակ իմ համար հա, sense կարանք իդեալիզացնենք մանավանդ Վազգեն Սարգսյանի ֆիլմից հետո, sense Վազգեն Սարգսյանը օրինակ, այն ինչ sense բոյով, sense բուսաթով։ Ես վախենում եմ արդեն այդ բառերը ասեմ, կա այդ ոչ հայկական բառեր են, բայց դա sense ինչ որ սկզբունքային, առաջ գնացող եւ լիդեր եւ այլն, հա, ուզում ես նմանվել բարձր այտենց կերպարին, որ եւ այդ արժեքի կարող է լինես ոչ թե sense փաթեթավորման տեսանկյունից, այլ բովանդակային։ Ահա։ Եվ մոտավորապես տենց եմ պատկերացնում եւ ինքս էլ ուզում եմ օրինակ որ մենք ասում ենք արժեքի գրող ինչ, դες դու պետք է քո խոսքերի հետևողական լինես, սպորտով զբաղվես, առողջ ապրելակերպ, ծխախոտ չօգտագործես։ Եվ այլ, ու այդ ամենը ծխախոտի մնացորդը գետնին չգցել։ Էդ էլ չենք խոսում թեմաներով, հա պարզ է։ Եվ եթե խոսում ես ինչ-որ արժեքի մասին, այդ արժեքի գրողը լինես։ Եվ մենք փորձում ենք տենց ապրել ու չգիտեմ, ես կոմենտները չեմ կարդում, ինձ ասում են, որ ոչ մեկ չի տեսել վատ բաներ։ Ես ասում եմ լուրջ չկա, եթե ասեմ վատ բաներ կա, ասեք մեկին կարող վիրավորել է, մտնեմ ջնջեմ, բայց այդքան ֆիզիկապես էլ անհնար է հետևել տարբեր հարթակներում։ Արամա, տես, գնալով ակտիվանում է էջը։ Դու ինչ ես զգում այդ լսարանի առջև, ինչ պատասխանատվություն ես զգում, որովհետև դա շատ բարդ կարծում եմ զգացողություն է։ 2 ամիս առաջ որ մենք ԱՄՆ-ում ենք, որ որոշեցինք արդեն վերադառնալ, դա այն արդյունքում էր, որ sense դժվար փուլ էր Հայաստանի ապագայի հետ կապված եւ այլ, բայց ես որոշեցի որ ես ուզում եմ նոր ծրագիր ստեղծեմ հայրենով, ինչու, որովհետև կան բազմաթիվ հարցեր պատմության անգամ ոլորտում, որոնք իմ կարծիքով եւ շատ մարդկանց կարծիքով սխալ են մատուցվում հայ հասարակությանը։ Եվ դա ոնց որ օրինակ դանակը, դու կարաս հաց կտրես, կարաս ինքդ քեզ վնասես։ Եվ այդ կարծես թե շատ կարևոր պատմական ինչ-որ ինֆորմացիան կամ նյութը նայած որ մարդիկ ոնց են անցալում, հա։ Ցավոք սրտի շատ չար կատակ է մեզ բոլորիս համար, օրինակ նույն 301 թվի հետ կապված պրիմիտիվ օրինակներ բերեմ, որ ավելի հասկանալի լինի։ 301 թիվը դա մեծ ինչ-որ վեհ, շատ ուժեղ բան է, ամեն ազգ ունի այդ հնարավորությունը ասել, որ դա առաջինն է, բայց մենք մի միլիմետր աճ թե ձախ մենք ընդ ոչ մի բան չգիտենք։ Մենք օրինակ սոցհարցում արեցինք եւ մի քանի տարի առաջ Արտուրի հետ եւ օրինակ ոչ մեկ չգիտեր ով է եղել հայ առաջի կաթողիկոսը։ Չգիտեն, Գրիգոր Լուսավորիչն է, բայց չգիտեն, ամենապրիմիտիվ տարական բանը չգիտեն։ Մարդիկ Արտուրը պատմած կլինի, որ նախանցած տարի Հանրապետության հրապարակում Արամ Մանուկյանի արձանի 76%-ը չգիտեին ում արձանն է, հա։ Եվ ոչ adekvat իրականության մեջ ենք մենք ապրում, մենք չենք կարող այդ մթնոլորտում ճիշտ ընկալել իրականությունը եւ բարձր արդեն ինչ որ նպատակներ դնել եւ գնալ։ Եվ ցավոք սրտի մենք ունենք շատ ինչ-որ պատմական իրադարձություններ, որոնք այս կամ այն պատմական շրջանում չափազանցվել են կամ հակառակը փակվել է այդ ինֆորմացիան եւ այդ ամեն ինչը իրականությունը խեղաթյուրել է։ Եվ մենք ունենք այն, ինչ այսօր ունենք։ Եվ այս պատասխանատվությունը վերցեցի այն առումով, որ որոշեցի այդ տարբեր թեմաների մասին խոսեմ։ Ես ասացի իմ մտերիմներին, ընկերներին, որ ես մի երկու նյութ եմ հրապարակելու, որովհետև այն շատ պատմաբաններ իրականում դա արդեն քանի որ շատ մեծ մարդիկ արդեն խոսել են այդ թեմայի մասին, վախենում են մեր տարբեր պատմական փուլերի մասին, то есть հետազոտություն են կատարում ու իրանք վախենում են դա հրապարակեն։ Քանի որ դա ֆունդամենտալ շեղում կտա մարդկանց գիտակցության մեջ։ Որովհետև օրինակ այդ տարբեր իրադարձությունների շուրջ մարդիկ իրենց երեխեքի անուններն են դնում, այդ կերպարները, բայց այդ կերպարները գոյություն չեն ունեցել։ Ընդհանրապես տենց ստացվել է կամ չգիտեմ, եղել է, բայց այդքան չի եղել, ոնց մենք պաթոսային ներկայացնում ենք։ Եվ ես որոշեցի այդ թեմաների մասին խոսեմ եւ բոլոր մարդկանց հետ խոսալու տարբեր պատմաբանների իրանք ասում են մենք էլ կուզեինք, բայց մենք չենք կարող, քանի որ հանրությունը չի ընդունի դա եւ մեզ վախեցան կրիտիկայից։ Տարբեր հոգեվորականներ շատ բարձրաստիճան, տարբեր պաշտոնյաներ, տարբեր մարդկանց հետ խոսեցի, իրանք ասում են մենք չենք անի դա, ուզում ես արա։ Հա։ Օրինակ ես կարդում ինչ որ արխիվային փաստ կամ Արտուր ասում եք, էս է իրականությունը։ Բայց մարդիկ պետք է իմանան, դա շատ կարևոր է։ Բայց ոնց դա ասես, որ մարդիկ ընդունեն եւ դա վնաս չտա։ Հələ մենք չենք խոսում այն բանի մասին, որ այդ նույն փաստը, եթե հայտնվի ու կհայտնվի, եթե ուզեն մեր հարևան պետության ներկայացուցիչների ձեռքը, եւ դա շատ վատ իրադարձություն կբերի հայ ազգի համար։ Հիասթափության։ Օրինակը որպես բերեմ, օրինակ Վազգեն առաջինի թեման, որ նա ծաղիկ է դրել Ատատյուրքի գերեզման։ Հիմա դա sense նյութ է, օրինակ, որ մարդիկ շատ ուզենային կարող էին գտնել, դա նենց շատ արխիվացված փաստ չէր, բայց դա պատկերացրեք, եթե օրինակ մեր հարևան պետության ներկայացուցիչները, որոնք ամեն ձև ուզում են կոտրեն մեր թե պատմական իրադարձություն, թե այդ մարդկանց, հա, օրինակ, չգիտեմ, Նժդեն ախպեր ֆաշիստ է, Մոնթեն Ամերիկայի ագենտ, այս մեկը sense, հա, Վազգեն առաջինն է, որ բաները, եւ ինչ կզգա հայ մարդը։
ասախ էջերը բացում ես հայրը դավաճանությունը վազգենել, բայց դա սուրբ կերպար է մեր ազգի համար, հա սրբադասված։ Դրա համար շատ կարևոր էր այդ թեմայի մասին խոսել, որ մարդիկ իմանան ու խոսել ճիշտ։ Դուք տեսեք այդ նյութը, եթե դուք նայեք ամեն բառ, ամեն էմոցիան դե չափած ձևած, պատրաստված էր, որ ինքը ճիշտ ընկալվի եւ ի զարմանալի մեծ 99%-ը մարդկանց ընդունեն որպես դրական։ Եվ մարդիկ, որ Երևանը մոտիկանում են, ասում են շնորհակալություն ձեզ այդ բանի համար, որովհետեւ ուրիշը լիներ մենք չէինք ընդունի։ Այս ճանապարհի ընթացքում եղել է բախումներ։ Տարբեր թևերի կողմից, կլինի քաղաքական, կլինի, չգիտեմ։ Քանի որ մենք բոլորին ճանաչում ենք, բոլորն էլ մեզ են ճանաչում, ես ակտիվ հասարակական գործունեությունից ավելել Մոսկվայում, ես գիտեմ սահմանները, չեմ ասում որ դա ավելի շատ էթիկայի կանոն է, ոչ թե սահման ինչ որ իրավական կամ բան, նաև իրավական մասով ինչու՞ չէ, օրինակ ես գիտեմ ինչ թեմայի մասին կարելի է խոսալ, ինչ թեմայի մասին չի կարելի խոսալ, որովհետև օրինակ շատ թեմաներ կան, որոնք բացասական ազդեցություն կան։ Դե պարզ է, ամեն երկիրն, ամեն մարդին պատմության ընթացքում բացասական բաներ էլ է, դրական բաներ էլ եղել, օրինակ, բայց բաներ կա, որը որևէ օգուտ չի տա։ Օրինակ ինքն շատ դիտումներ կա ապահովի։ Իսկ որտեղ ოდրան։ Չոր նամակագրությունների մասին տարբեր հարևան պետությունների եւ այլ, բայց դա կքաղաքականացվի եւ կվնասվի այսօրվա իրականությանը։ Եվ դրա համար մենք շատ բաներ կա չենք անում, դա պետք էլ չի։ Ամեն ինչ չի, որի մասին պետք է խոսես։ Բաներ կա, որի մասին պետք է կամաց խոսես, բաներ կա, որի մասին պետք է գոռաս, բաներ կա, որը պետք է ընդհանրապես չխոսես։ Եվ բախումներ որպես այդպեսին չեն եղել, որովհետև մենք շատ լավ ենք հասկանում, այդ բառը ճիշտ եմ ուզում անցնել, սահմանները։ Ամեն մարդ պետք է իր տեղում լինի, իր գործանի եւ չդնի իրան ինչ-որ գիտունիկի տեղ, խելացի տեղ, որ շատ հետևորդներ ունի ու գիտի ինքն վերջի sense ճշմարտությունը։ Մի խոսքով։ Վերջերս մեր հարևան պետությունից բողոքարկել են եւ փակվեց Մոնթե Մերկոնյանի տեսանյութը։ Ու դուք նորից նկարահանեցիք այդ տեսանյութը առանց ալարելու այս դեպքում։ Նման դեպքեր շատ է լինում ու հետաքրքիր է, մեծ ջանք են չէ գործադրում, որպեսզի մենք մեր հերոսների անունները ուղղակի սկսենք չգրել, չտալ։ 25000 բողոքել է, 25600 ինչքան։ Տեսեք, իրականում այս ինֆորմացիոն պատերազմի մեջ կարելի է դա տենց կոչել։ Էլի տենց մոտ 7-8 տարի ես օրինակ ակտիվ հետևում եմ, ուսումնասիրում եմ, աշխատում եմ ինքս իմ համար, հա, որտեվ դիմադրելու տեսանկյունից։ Ոնց կարողանանք պաշտպանվել, չեմ ասում ինչ որ ուժել չունենք այդքան իրականում անկեղծ ասած։ Դա պետք է մեծ համակարգված աշխատանք լինի, դե պատկերացեք հազարավոր մարդիկ, 25000 մարդ հենց չի որ կան։ Եվ տեսեք, առաջի անգամ այդ խնդրի այս ծրագրերի շրջանակներում, այս վերջի 3 տարվա ընթացքում Արտուրը բախվավ։ Բայց Իրանը չեմ հիշում, կամ ինքը տեղադրել է ջնջեցին ու ինքը տենց արեց, կամ որոշեց, մենք գիտենք դե Մոնթեի մասին չի կարելի խոսել, եւ Արտուրը մի հատ թազա ֆորմատ մտածեց, որտեղ ինքը հանելու կա ասում։ Ինքը պատմում է ինչ-որ մարդու մասին, հետո ասում է կոմենտներում գրեք թե ով է։ Ու տենց առաջի անգամ ինքը տենց այդ ստացավ, որ Google-ը չբլոկեց, Facebook-ն ու Instagram-ը բան չասեցին։ Այս անգամ քանի որ 2 միլիոն դիտում, sense սաղբանով ինտերնետ արդեն sense տրակել էր, բան, մարդիկ, իդու մենք վատ բանի մասին չենք խոսած, մենք խոսում ենք, որ Մոնթե Մերկոնյանը ինը լեզու գիտեր, որ մեր հերոսները նենց չի, որ ինչ որ դատարկ, ինչ որ, չգիտեմ, հա մարդիկ են, որոնք այնքան, չգիտեմ, զենք են վերցել գնացին, ինչ հերոսած է, չէ։ Նրանք համ զենքն են վերցել հերոսացի, համ լիդեր են եղել, համ ինտելեկտուալ են եղել, աշխարհի լավագույն համալսարաններում են սովորել Քեմբրիջը, Բերկլի համալսարան դասավանդում էր 9 լեզու իմացել, աշխարհը հրճակ մակարդակի, sense մեծություններ էին։ Եթե այդ խելացի մարդը եկել է այդ եզրակացությունների ու իր կյանքը որոշել է sense կազմակերպի, ուրեմն երևի այդտեղ իմաստ կար ինչ-որ, չէ՞։ Եվ շատ մարդիկ արժեզրկում են այդ ճանապարհը, ասում են դե ինչ որ ռազմական, չգիտեմ, ինչ որ sense այդ բառը տտարով չասեմ այդ երկու ռեով գավադ YouTube-ը 150,000 հետևորդ ունի, բան չեն բացական։ Հա, եւ մենք դա ասացինք եւ բլոկեցին եւ մենք քանի որ այդ արժեքի էլի կրողն ենք այդ առումով, որ մենք վատ բան չենք ասել։ Մենք չենք ասել հելեք գնացեք այս բան արեք։ Ասում ենք ախպեր, այս մարդ խելացի է, տեսեք։ Ու մարդիկ չգիտեին։ Ես մի հատ մարդ չգիտեմ, որ գիտեր այդ բանի մասին։ Եվ ստացվում է, որ հա մենք sense որոշեցինք անել եւ դա էլ ստացավ, դա բարձր 2 միլիոն չհավաքեց, բայց որտեվ շատերը արդեն տեսել էին նյութը, բայց էլի դա շատ հետաքրքիր էր։ Եվ շատ էլի հետաքրքիր պատմական փաստեր կան մեր հարևան պետությունների հետ, որոնք շատ կարեւոր է, որ մենք կարողանանք մեր գլխի մեջ դա վերարժևորել։ Օրինակ նույն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում, օրինակ ես ինքս չեմ հավատում, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ապագայում ընկերանալ, չեմ հավատում, կա սխալվում եմ, կա ճիշտ եմ ասում, բայց մեր այդ պատմության ընթացքում շատ փուլեր էլ է, որտեղ մենք ունեցել ենք դիվանագիտական հարաբերություններ, ոչ սովետի շրջանում, առաջին հանրապետության ժամանակ։ Այդ ամենը շատ կարևոր է եւ պետք է ուսումնասիրվի, քանի որ մենք եղել ենք տարբեր պետությունների կազմում եւ այդ ռոպագանդան ազդել է այս կամ այն ձև։
թե լավացնելու մեր հարաբերությունները ինչ որ մարդկանց հետ, թե վատացնելու։ Ու շատ դեպքերում գուցե այդ պետությունները, որ կազմում մենք գտնվել ենք, չեն ուզեցել ինքնուրույն պայքարեն ինչ որ պետության դեմ եւ մեզ են օգտագործել։ Բա ոնց անենք, որ մենք կարողանանք մեր պետական շահերը առաջ տանենք, բայց չօգտագործվենք, բայց հասկանու, այսինքն լիք հարցեր կա։ Ամեն ինչ տենց միանշանակ չի։ Նպատակը այդ է, որ մարդիկ նստեն, մտածեն եւ գան իրանց եզրակացությունները։ Արամո, խոսքումդ նշեցի, որ առողջ ապրելակերպի կողմնակից ես եւ արդեն սկսել ես քարոզել դա։ Շատերն են հիմա անցել առողջ ապրելակերպին, նաեւ առողջ ապրելակերպի մի մաս է արևային կայանները, որոնք քաղաքում տեղադրվում են, որովհետեւ Երևանում օդը շատ վատ է, գաղտնիք չէ։ Եվ հիմա արևային կայանների միջոցով փորձում են օդի աղտոտվածությունը լուծել ինչ-որ չափով։ Եվ մեր գործընկերը Էկովիլ ընկերությունը արդեն 10 տարի է ոլորտում կա եւ նրանց կարգախոսն է զգա արևի ուժը։ Նրանք նաեւ ոչ միայն Հայաստանում են տեղադրում արևային կայաններ, այլև Շվեյցարիայում եւ Վրաստանում։ Շատ լավ, արևային կայանները իրականում շատ են մեզ պետք, մանավանդ 21-րդ դարում։ Իհարկե։ Այնպես որ դուք էլ կարող եք հանգիստ իմել Էկովիլ ընկերությանը, Էկովիլ զգա արևի ուժը։ Մի օր արևը մեզ էլ կկապնի։ Ոչ կպներ։ Կպավ։ Տակը կպավ։ Հեսա կկպնի։ Ձեռք բերեք արևային համակարգ Էկովիլից եւ մասնակցեք էլեկտրական ավտոմեքենայի խաղարկությանը։ Հենց ասեմ 3-4 բարձր կխնդակ։ Էկովիլ, զգա արևի ուժը։ Արամո, սիրում ես ընկերների հետ ժամանակ անցկացնել դրսում ժամանցային վայրերում։ Հա, բայց մի տեսակ ավելի սենց փակ տարածքներում, ջազ երաժշտություն ոչ թե բարձր, կամ սենց հանգիստ տեղերում։ Իսկ գարեջուր սիրում ես։ Ես չէ, բայց իմ աղբերը շատ է սիրում։ Իսկ սպորտային հաղորդումներ սիրում ես։ Ճիշտ ասած, չէ, Բայց Արտուրը սիրում է։ Բայց Արտուրը սիրում է բասկետբոլ եմ պարապել 4 տարի եւ մեկ-մեկ սիրում եմ միացնել եւ նայել ամերիկյան բասկետբոլ, թե ինչ սիրում։ Իսկ համեղ խորտիկներ սիրում ես։ Շատ։ Վերջապես։ Դու կարող ես Արթուրի հետ համենալ The Garden ռեստորան, մեր գործընկերն է, որտեղ կարող ես ֆանտաստիկ ուտելիքներ փորձել, սթեյքեր, մի խոսքով շատ համեղ բան է, իսկ արդեն Արթուրն էլ կխմի գարեջուր, իսկական շմուխեր, պաուլաներ գարեջուր, մի խոսքով ձեզ այնտեղ սիրով կսպասեն։ Շնորհակալություն շատ, անպայման կայցելենք ոչ միայն Արտուրի հետ, իմ եղբոր, նաև մեր ընկերների հետ, որովհետև դա շատ կարևոր է։ Ահա, ես ինչի նշեցի սպորտասերես թե չէ, որովհետև այնտեղ մշտապես սպորտային առաջնություններ է գնում եւ մարդիկ շատ լավ միջավայրում դիտում են առաջնությունները։ Շատ լավ, դա կարևոր է ինձ թվում է շատ։ Ահա։ Anxiety, shake it off of me. Somebody's watching me. Is my anxiety. Արամո, մեր հաջորդ գործընկերը աշխարհահռչակ գրոհե ապրանքանիշն է։ Մենք հյուրերին շատ անգամներ հյուրասիրել են գազով ջուր, բայց այնքան է այդ գազով ջուրը տարածվել, որ մեզ ասում են ուրիշ ծորակ գոյություն չունի այնտեղ։ Ես ասեմ, որ շատ ծորակներ գոյություն ունեն այնտեղ, ոչ միայն ծորակներ, ցնցողներ, բայց մարդիկ մտածում են, որ շատ թանկ է գրոհեն, որովհետև պրեմիում դասի է համարվում, բայց ես ուզում եմ մեր հետևորդներին ասել, շատ աստղաբաշխական գներ չեն այնտեղ եւ կարող են մարդիկ գնալ եւ ձեռք բերել ծորակը, նաեւ ստանալ 5 տարվա երաշխիք։ Եվ ես լսել եմ, որ շատ որակով է։ Ճիշտ ես լսել, որովհետև ամեն դեպքում գերմանացիներն են ստեղծողները, լայք գերմանացիներին, իսկ Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը գրոհեն։ Խնդիր չկա, մենք կարող ենք պահեստավորել ձեր ապրանքը մինչ վերանորոգման ավարտը։ Գիտեք United Technical Service-ի պահեստավորման ծառայության մասին։ Եթե ձեզ մոտ վերանորոգում է, հոգ չէ։ Կարող եք ձեր գնած ապրանքը թողնել ապահով ձեռքերում։ Գրոհե մասնագիտացված կենտրոնի պահեստում։ Այստեղ ձեր հարմարավետությունն առաջնահերթություն է։ Արամ, ճիշտ է, դու չես կարդում կոմենտներ, բայց ես մի քանի կոմենտ եմ առանձնացրել, որը ցանկանում եմ ընթերցել եւ միասին փորձենք պատասխաններ տալ։ Առաջին կոմենտը։ Ուրեմն դες ինչ են ասում։ Ասում են էպոսից սկսած
Մեր բոլոր մեծերը ծնվել կամ մեծացել են օտար հողում։ Միգուցե մի խորհուրդ կա դրա մեջ։ Ինձ թվում է, որ շատ հայեր կան, հերոսներ մեր պատմության մեջ, որոնք ոչ միայն Սփյուռքից են, նաև Հայաստանից են եղել։ Եվ ինձ թվում է պետք չէ տենց սահմաններ դնել, բայց դա մտածելու առիթ է տալիս մեզ բոլորին, որովհետև եւ օրինակներ են։ Պատկերացրեք, մարդը Հայաստանից դուրս է ապրել, օրինակ առաջի Հայաստանի հերոս, հանրապետության Վազգեն առաջինը 40 տարեկանում առաջի անգամ եկել է Հայաստան, 7 տարի անց դարձել է կաթողիկոս եւ նա առաջի հերոսն է Հայաստանի։ Եվ ինձ թվում է, որպես օրինակներ կարելի է նաեւ հերոսների ցանկը բացեք եւ տեսեք ով է Հայաստանից, ով Հայաստանից դուրս։ Այսքանը։ Հիմա հաջորդը։ Տես, ասում մի հետաքրքիր պատմություն կա, երբ մի կիսագրագետ մարդ մոտենում է Աճարյանին, խոսում հետը ու հարցնում, թե քանի լեզու գիտի, ու Աճարյանը պատասխանում է. 10-ից ավել լեզվի կատարյալ եմ տիրապետում, իսկ 20-ից ավել լեզվի ավելի լավ, քան դու հայերենի։ Իսկ դա մի քիչ գլուխ գովան է եղել։ Իրական մենք որ արխիվները բացում ենք տարբեր փաստաթղթեր եւ գրքեր բոլոր տեղերում, անգամ Վիկիպեդիայում գրված է, որ նա 50-ից ավել լեզու է իմացել։ Մենք դե պարզ է, քանի որ փաստերը դա են, թե թղթում, թե ինտերնետում, մենք որոշեցինք ասել, որ 50-ից լեզու, բայց ընդ շատ մարդիկ ինձ ասում են, որ ասում են, որ 50-ից ավել անհնար է մարդ իմանա։ Կամ ուրեմն բոլոր լեզուները աշխարհի գիտի, նման կոմենտներ էր գրված։ Դե, էլ ինչ մեկնաբան եմ, աշխարհում 50 լեզու է մենակ։ Մի խոսքով, հա, տենց։ Հետաքրքիր հարցեր կան։ Ուրեմն շատ լավ նախագիծ է, համատարած տափակությունների ֆոնին փայլում եք, բայց երբեմն ականջ ծակող լեզվական թերություններ եմ նկատում ու կներեք չեմ կարող լռել։ Օրինակ Աճարյանի մոտ ստացվում է, սա հայերեն չէ, կարելի ասել Աճարյանը կարողանում է կամ Աճարյանին հաջողվում է։ Շնորհակալություն։ Դե եթե դուք էլ ծնվեիք մեծանայիք ուրիշ երկրում եւ 0-ից հայերենը սովորեիք, այսօր ես աշխատում եմ, հա, պարզ է, որ դժվար է մի քիչ, բայց կփորձեմ։ Իմ հարցազրույցները կարող գտնեք 2018-17 թվականի, որտեղ հանրային ռադիոյում եւ մնացած հարթակներում, որտեղ մարդ ինձ հարցազրույց վարողը ինձ անգամ կոպտում ասում, հայերեն բաներով ես զբաղվում, հայերեն նորմալ չես կարող խոսես։ Ես դրանից հետո ավելի շատ սկսա աշխատել եմ հայերենի վրա, ինձ թվում է ժամանակի հարցը ամեն ինչ լավ կլինի։ Ահա, հիմա մի հետևորդի հետաքրքրում է։ Բայց ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում ականջը ծակվում է ընթացքում, ես փորձում եմ ինչ-որ բան եմ։ Ահա, մի հետևորդի էլ հետաքրքրում է, դուք տեղյակ եք, Աճարյանը հետնորդներ ունի, թե ոչ։ Մենք միշտ որ ինչ-որ պատմական ինչ-որ անձի մասին վերլուծություն ենք կատարում, փորձում ենք գտնել իրանց հետնորդներին, բայց Աճարյանի հարցում չենք մտածել, որ այդ փաստերը շատ էին, որոշեցինք ավելի շատ արխիվներում անգանք, քան անձնական ինչ-որ հարթության վրա։ Հիանալի։ Ասում են, եթե մի մարդ ենթարկվել է Աթաթուրքի հրամանին եւ փոխել ազգանունը, դա էլ ինչ հայ, հանուն իր շահի։ Շատ լավ հարց է։ Այդ հարցը ամեն մեկը իր համար պետք է պատասխանի։ Հիմա բազմաթիվ օրինակներ կարամ բերել։ Իրականում շատ դժվար հարց է, անգամ պատմության գիրկը կարող ենք չընկնել, հիմա օրինակ տեսնել տարբեր հայ արմատներով մարդկանց, որոնք տարբեր պետություններում, որոնք օրինակ այդքան էլ լավ չեն տրամադրված մեր ինքնիշխանության նկատմամբ, տարբեր պաշտոններ են զբաղեցնում եւ ավելի թեժ են քննադատում Հայաստանի ժողովրդին եւ պետությունը, քան օրինակ նույն այդ պետության ազգի տիտուլնի ժողովուրդը։ Չգիտեմ, մտածելու տեղիք է տալի, ես այդ մարդկանց շատ դեպքերում պարզապես չեմ հասկանում, չեմ կիսում այդ արժեքները, բայց պետք է մտածենք ինչու է այդպես։ Հիմա նույն թեմայով, նույն տեսանյութի մեկնաբանություններից մեկն եմ նորից կարդում, ես չեմ հասկանում ինչպես կարելի է խոսել մի մարդու մասին, ով ստեղծել է թուրքի տառերը 1928 թվականին։ Այսինքն լավ արել է, դուք ինչի եք բարձրաձայնում, այ ոնց է այս հարցին նայում։ Դե էլի դա դանակ է, որ դու կարաս ինքդ քեզ խփես կամ գնաս հաց կտրես։ Տեսեք, հիմա կարող դու վերցնես, իմանաս այդ փաստը, ասես հələ նայե հայ մարդա, խելացի մարդա, այսքան բան արել է այս պետության ու ժողովրդի համար, հետո էլ այս պետությունը վերցել է եկել է մեզ օրինակ ուզեցել է ոչնչացնել ցեղասպանություն արել, անարդարություն կա այդ բանի մեջ։ Արի ես գնամ մի հատ գիրք ավել կարդամ, փորձեմ այդ անարդարությունը, վերջի հաշվով մեր բոլոր այդ քայլերը մենք անում ենք եւ ուժը մեր մեջ գալիս է ինչից արդարության պակասից։ Վազգեն Սարգսյանի կինոն որ տեսնեք, գիրքը որ կարդում է, սպոյլերներ չեմ անում, գիրքը որ կարդում է, ինքը sense պատմություն ուսումնասիրելու ընթացքում ասում է անարդար է, այս բանը անարդար է, այն բանը անարդար է։
Թող եթե դուք Հայաստանի մասին մտածում եք, այդ մարդը որ կոմենտը գրել է, թող այդ այն անարդարությունը ձեզ ուշ տա, որ դուք փորձեք, այդքան որ լավ գնահատում եք այդ ամեն ինչը, փորձեք ինչ որ ձև պիտան լինել հայրենիքին, եթե դորժակը ձեր համար այդպեսի բան է։ Մենք պետք է խոսենք այդ բաների մասին, արդեն դուք ինքնուրույն պետք է վերլուծություն կատարեք ու պրակտիկ կյանքում ինչ որ ձև արտահայտեք։ Հիմա հաջորդը Բաբաջանյանի մասին տեսանյութի մեկնաբանության դաշտում են գրել։ Բաբաջանյանի մասին ասել են, թե եթե նա գրեր միայն Դաշնամուրի 6 պատկերները եւ ուրիշ ոչինչ, արդեն դա հերիք էր, որ նա մտներ համաշխարհային երաժշտական պատմության մեջ։ Իդեպ ասեմ, որ պատմում են, որ երբ նա սովորում էր Մոսկվայի կոնսերվատորիայում, քննությունների համար հանձնարարել էին կատարել որևէ Սկրյաբինի ստեղծագործություն, իսկ նա չէր իմացել եւ անպատրաստ էր եկել։ Երբ հերթը հասնում է իրեն, նա սկսում է կատարել մի գործ, որը անծանոթ է լինում բոլոր քննական կոմիսարիատների անդամների կողմից։ Նրանք չեն հասկանում, թե որ գործն է, եւ հետո քննություն անցնելուց հետո պարզվում է, որ այդ գործը տեղում ստեղծված իմպրովիզացիա էր։ Այսպիսի հանճար է եղել մեր Բաբաջանյանը։ Գիտեիր սրա մասին։ Իրական չէ, չգիտեի, բայց ես ուրիշ բանի ուրեմն շեշտը դնեմ այս պատմության մեջ։ Տեսեք, շատ դեպքերում շատ մարդիկ, որոնք ապրում են Հայաստանից դուրս, ցավոք սրտի այնպիսի պահելաձև են դրսևորում, որ բացական կարծիք Հայաստանի նկատմամբ, հայազգի նկատմամբ եւ ես ինքս եմ էքսպերիմենտներ արել Մոսկվայում աշխատելու ընթացքում։ Մի օր իրավաբանական գրասենյակում աշխատում էի Ժողովուրդ ջան եւ որոշեցի խոսել հայերեն ռեպի մասին, հայկական ռեպի մասին։ Ու իմ աշխատակիցները որ կային, ռուսները սկսեցին ծիծաղել։ Հայկական ռեպ, ինչ ռեպ, ինչ եք խոսում, ոնց կարա ռեպը, ինչ հայերեն։ Անցավ մի քանի օր, ես որոշեցի միացնեմ Միշոյի Չիմանայրի երգը, երկրորդ հատվածը, որտեղ սիրուն sense ինքը sense հայերեն ոսկեղենիկ հայերենով ասել շարումը, եւ ասացի, որ դա ֆրանսիական ռեպ է, հլնայեք ինչ լավն է։ Այս մարդիկ ասում են, հա, ֆրանսերեն լեզուն ստեղծված է ռեպի համար, այս ինչ սիրուն է, այս ինչ լավ բաներ է, ուրեմն ցանկություն է արտնանում արդեն ֆրանսերեն լեզու սովորել, որ հասկանալ, հետո բա ուղարկի ինձ այս երգը, ուղարկի ինձ այս երգը, պատկերացնում։ Եվ ասացի, որ դա հայկական է։ Իրանք ոնց հայկական է, սուտ ես ասում։ Եվ ես սկսեցի պատմել, որ Հայաստանում կա ռեպ, որը ասենց 90 թվերի վերջում փորձել են արդեն տղաները ձևավորել եւ փորձել ինչ որ այդ իրականությունը ինչ որ ձև պատկերել, հետո արդեն անդրանցավ ավելի շատ անձնական ինչ որ թեմաների մեջ, հա, արդեն արտիստները ձևավորվում որպես անհատներ խմբից։ Եվ դա մեծ հսկայական արդյունք տվեց Հայաստանի իրականության իմ կարծիքով վրա։ Դրա համար շատ դեպքերում նույն Առնո Բաբաջանյանի հետ կապված, որ նա ում ստեղծագործությունը պետք է կատարեր Սկրյաբինի ստեղծագործությունները։ Այո, եւ այդ առումով ստացվում է, որ նրանք ինչ որ բաներ են, ինչ որ պլանկեք են դրա, բայց օրինակ նույն Առնո Բաբաջանյանը գուցե իր ստեղծագործությունը ավելի բարձր լինի այդ ոլորտում, եւ դրա համար շատ դեպքերում դուրսը այդքան լավ չեն ընկալում այն լավ բաները, որ մենք կարող ենք ստեղծել։ Հարգելի երիտասարդ, ես հետևում եմ ձեր հաղորդումներին, ապրեք, բայց երբեմն ինֆորմացիան խեղաթյուրված է։ Կիսատ կամ դուք եք այդպեսին դարձնում։ Ես YouTube-ում մենք մեծ ֆորմատ ենք ստեղծում, որտեղ տարբեր թեմաների շուրջ որոնցում ենք, բարձրաձայնել ենք այս ֆորմատի մեջ, մենք ավելի լայն խոսենք 10 րոպեանոց, այդ փաստերը ավելի շատ կներկայացնենք, ոնց է այդ միտքը ծագե կոնկրետ նյութ անելու, ինչու եւ այլ եւ այլ եւ այլ։ Այդ դա մեկ, երկրորդն էլ կուզենայի այդ մարդը, որ գրել է այդ կոմենտը, նաեւ ասի, որ հարցի շուրջ ու ինչն է ես մոռացել իր կարծիքով որ դա կարեւոր է ասել։ Սա Սան Ֆրանցիսկոյի խաչի տեսանյութի մասին է։ Տո դուք ձեզ չեք կարում պահեք, ինչ խաչ պահող եք, հայրենիք ազգու պետություն եք կորցրել, ընկել եք դատարկաբանությունների ետևից, հազարավոր եկեղեցիներ եք ուրացել, անտեր են մնացել, գոմ ու մզկիթ են վերածվել, ինչի վրա եք ուրախանում։ Առաջինը ով է ուրախած է, երկրորդը ով է խաչ պահում, դու խաչ պահում եք, ես էլ չեմ պահում։ Դե, պարզ է, հիմա շաբլոն կլինի, որ ասեմ, բա դու ինչ ես անում, ոնց անում է այդ մարդը։ Ինչ որ fake edge է, հասկանալի հեծապեծապեծավեսից։ Աներեսն է։ Դիմազուրկ մարդ։ Okay, շնորհակալություն եմ ձեզ հայտնում եւ ուզում եմ, որ դուք միշտ այն արժեքները, որի մասին դուք գրում եք, այդ արժեքները կարող լինեք եւ վստահ եմ, որ կունենաք մեծ բանակ հետևորդների, որոնք կիսեն ձեր միտքը եւ դուք բոլորը հայրենիքի մասին մտածում եք, կեթակ քանդված եկեղեցիները կսարքեք, չգիտեմ, տեր կկանգնեք մեր մշակութային արժեքների եւ այդ ճշմարտության ճանապարհը բոլորիս ցույց կտաք, ես էլ կհետևեմ ձեր խոսքին, կփորձեմ դառնալ ավելի լավ մարդ։ Հիանալի։ Կցանկանայի, որ դուք մի հաղորդում ունենայիք, այսպիսի պատմություններ պատմեիք, բայց գոնե մի 30 րոպե տևողությամբ լիներ։
Գրանցեք մեր YouTube-յան էջին, կարելի է գովազդանել։ Իհարկե։ Դու շուտ ասեք։ Ուրեմն հա, YouTube-ում կլինի այդ ամեն ինչը, եւ հույսով եմ մի օր ես էլ այն կնոպկայից կունենամ, որ դուք ունեք։ Եվ վերջին հարցը, որ շատ հարցնում են, որտեղից եք տեղափոխվել Հայաստան։ Բայց ինձ թվում է բոլորը գիտեն։ Ակցենտից պարզ է ինձ թվում է։ Մոսկվայից եմ տեղափոխվել, բայց ես փորձում եմ ինձ անել, որ ոչ մեկի մտքով անգամ չանցնի։ Այդ առաջինը պետք է աշխատեմ իմ խոսելու վրա, որ առանց ակցենտ խոսեմ, բայց ոչինչ, համեմատում եմ իմ խոսելը 2018 թվականից առաջ եւ հիմա եւ դրական փոփոխություն եմ տեսնում, վստահ եմ, որ այն ժամանակ, որ ես կունենամ ընտանիք եւ երեխա, իմ այդ ժամանակ արդեն ավելի լավ կխոսեմ, լավ կլինի։ Մերսի։ Արամո, շատ շնորհակալություն։ Հուսամ քեզ լավ դրական էներգիաներ փոխանցեցինք եւ չես զղջում, որ այս ժամանակը կիսեցիր մեր հետ։ Ոչ, շատ լավ, հիասքանչ ժամանակ է, նոր մտքեր առաջացան, մի հատ խոսք ասամ, каждая мысль это бизнес-план։ Հիմա ես շատ նյութի թեմաներ, այս ընթացքում ինձ համար առանձնահատկացրեցի եւ անպայման ապագայում այդ ամեն ինչ մասին կխոսեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւս մեկ անգամ քեզ, հուսամ մենք կրկին կհանդիպենք։ Իսկ ես իմ այսօրվա գեղեցիկ լուքի համար շնորհակալություն եմ հայտնում Rihanna Fashion Boutique-ին։ Գրոհե։ Կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9։ Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։